Մյուս կարևոր կետը կառավարել կոնֆլիկտները եւ կայացրու որոշումներ։ Так, նախ խոսենք նրանից, թե որտեղից են առաջանում կոնֆլիկտները։ Կոնֆլիկտները առաջանում են հիմնականում հետեւյալ երկու տեղից։ Երեք տեղից։ Խնդիրը մարդկանց մեջ է, այսինքն կոնֆլիկտներ են առաջանում, որովհետեւ թիմում սխալ մարդիկ են կամ իրար հետ անհամատեղելի մարդիկ են կամ վատ կոմունիկացիայի մշակույթ ունեցող մարդիկ են։ Խնդիրը կոմունիկացիայի մեջ է, այսինքն կոմունիկացիան է սխալ կազմակերպված, ինֆորմացիան սխալ է պատտվում թիմի ներսում, մարդիկ սխալ ինֆորմացիա են ստանում, ուշ են ստանում ինֆորմացիան եւ այլն։ Դրա պատճառով է կոնֆլիկտներ առաջանում եւ երրորդ կետը խնդիրը կառավարման մեջ է։ Մարդկանց կառավարման կամ process-ների կառավարման մեջ, այսինքն ղեկավարից է գալիս խնդիրը։ Այն ինչի մասին մենք վերևում խոսացինք, իրականում ուղղված է նաև կոնֆլիկտների վերացմանը, այն ակնկալիքների սահմանում, պատասխանատվության զոնաների ֆիքսում, պատվիրակում, հետադարձ կապ եւ այլն, այդ ամեն ինչը այսպես թե այնպես ազդում է կոնֆլիկտների կանխարգելման, վերացման վրա, բայց ինչ անել ամեն դեպքում, երբ դրանք արդեն ծագել են, ինչ անել, երբ կոնֆլիկտները արդեն ծագել են։ Էլի մի քանի բարձ քայլ նորից շեշտեմ, սա ընդհանրապես sense ընդհանուր ակնարկ է ինչպես կառավարել կոնֆլիկտները, սա էլի մեծ թեմա է, որը առանձին տրենդի նյութ կարող է լինել։ Ամեն դեպքում այս քայլերը ձեզ կարող են օգնել որպես ուղեցույց հաջորդ անգամ կոնֆլիկտները ավելի արդյունավետ կառավարելու համար։ Կետ համար 1 չդառնալ կոնֆլիկտի կողմ, այսինքն եթե կոնֆլիկտը ձեր հետ չի, ձեր թիմի ներսում է, երկու հոգի կոնֆլիկտի մեջ են, չդառնալ կոնֆլիկտի կողմ, չվերցնել կողմերից մեկը եւ փոխարինել ինչ-որ մեկին այդ կոնֆլիկտի մեջ։ Երկրորդը չդառնալ կոնֆլիկտների լուծման միջնորդ, շատ վտանգավոր եւ շատ ինձ պատկերով ասեմ, ասա շատ սղլիկ փոս է, որի մեջ որ սղում ընկնում են շատ ղեկավարներ, դառնում են կոնֆլիկտի լուծման միջնորդ, այսինքն երկու աշխատակից գալիս են, ասում են, sense խնդիր ունենք, ես Պողոսը ասում է X, Պետրոսը ասում է Y, Մարտիրոսն էլ ասում է Z, հիմա իրար հետ կռվում ենք, չենք կարողանում հասկանալ լուծումը որն է։ Չդառնալ կոնֆլիկտի լուծման միջնորդ, այսինքն չմիջնորդել, որպեսզի կոնֆլիկտը լուծվի։ Ինչի, որովհետև եթե կոնֆլիկտը լուծվի ձեր միջնորդությամբ, ձեր որոշմամբ, առանց կոնֆլիկտի կողմերի մասնակցության, կոնֆլիկտի կողմերի ներդրման, հա, ջանքերի, ապա իրենք մյուս անգամ էլ կոնֆլիկտ ունենալուց գալու են ձեր մոտ։ Մյուս անգամ էլ 4-րդ, 5-րդ անգամ էլ ավելին իրենք փնտրելու են կոնֆլիկտներ, որպեսզի կան ձեր մոտ, sense կոնֆլիկտը սկուտերի վրա բերեն, ասեն դե լուծի։ Դե լուծի է, դες ինչ կոնֆլիկտ ենք բերել։ Այդ դրանից խուսափելու համար երբեք մի դարձեք կոնֆլիկտի լուծման միջնորդ։ Ինչ անել փոխարենը խորանալ կոնֆլիկտի իրական պատճառների մեջ եւ տալ լուծումներ, որոնք կանխարգելում են հետագայում նման կոնֆլիկտները։ Այսինքն ոչ թե ուղղակի այս անգամ ասել Պողոս դու կգնաս, այն ինչը կանես, Պետրոս դու կգնաս, այն ինչը կանես, այլ խորանալ նրա մեջ թե որտեղից է առաջանում կոնֆլիկտը, այս վերևի 3 կետերից որի մեջ է կոնֆլիկտը ու այդտեղ լուծել կոնֆլիկտը։ Եթե մարդկանց մեջ է կոնֆլիկտը, մարդկանց փոխել, միգուցե տանել տարբեր տեղեր, հա, առանձնացնել իրարից որ չշփվեն կամ ինչ որ մեկի հետ անդադ կոնֆլիկտ է լինում, այդ մեկին թիմից հեռացնել, իզոլացնել, տանել ուրիշ թիմ եւ այլն։ Կոմունիկացիայի մեջ է, կոմունիկացիան բարելավելու որ այդ խնդիրը չէ։ Կառավարման մեջ է, ձեր մեջ է խնդիրը, կամ process-ների մեջ է խնդիրը, այդտեղ լուծել խնդիրը, որ հաջորդ անգամ նման կոնֆլիկտ չառաջանա։ Ու դա էլ ցույց տալ, բացատրել, սովորացնել թիմին, որ կոնֆլիկտները ոչ թե դառնան երկու անձի միջև պայքար, այլ դառնան ֆունկցիոնալ վերլուծության առարկա, հա, որտեղից առաջացավ կոնֆլիկտը, ինչի կոնֆլիկտ առաջացավ, ինչ անենք, որ հաջորդ անգամ նման կոնֆլիկտ չառաջանա, ու այս անգամ ըստ բանի երկրորդ կետի որոշում կայացնենք, թե ոնց ենք այս կոնֆլիկտը լուծում։ Եթե այս մոտեցմամբ առաջ գնանք, նախ ձեր թիմի կոնֆլիկտները կքչանան, որովհետև դուք անընդհատ կլուծեք այն խնդիրները, որոնք որ կոնֆլիկտ են առաջացնում, եւ երկրորդ կարևոր բան, ձեր թիմակիցները կսկսեն իրենք այս մտածելակերպով, այս մոտեցմամբ սեփական կոնֆլիկտները ներսում արդեն լուծել։ Այսինքն դուք ավտոմատ կսովորեցնեք իրենց կոնֆլիկտները լուծել։ Եվ որոշումների կայացման մասին էլ խոսանք, բարդ որոշումների մասին։
երբ ղեկավար ես դառնում, երբեմն ստիպված ես լինում կայացնել բարդ որոշումներ, օրինակ կարճատումներ անել թիմի մեջ, օրինակ որոշումներ կայացնել, որոնք ոչ բոլորի համար են դրական, օրինակ ռիսկ պարունակող որոշումներ կայացնել, այսինքն կայացնել որոշումներ, որտեղ չգիտես արդյունքը լավ կլինի թե վատ, արդյունքում ինչ-որ մեկը կտուժի թե կշահի։ Այսպիսի որոշումներ կայացնելու կարիք հաճախ ես ունենում, երբ դառնում ես ղեկավար, սա ուղղակի ոնց որ ղեկավարի հաստիքի ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու կողմնակի side effects, հա, побочный էֆեկտի, կողմնակի էֆեկտներից մեկն է։ Դու այստեղ մի քանի խորհուրդ, առաջինը սովորել որոշումների կայացման տեխնիկաները, այստեղ էլի շատ տեխնիկական, sense հստակ կոշտ տեխնիկաներ կան, հմտություններ կան, որոնք ուղղակի կարելի է սովորել։ Շատ ռացիոնալ որոշում կայացնելու տեխնիկաներ կան, որոնք պետք է ուսումնասիրել։ Բայց դրանից բացի մի քանի խորհուրդ։ Երբեք մի գցեք որոշման պատասխանատվությունը իշ վրա, եթե այն ձերն է։ Եթե դուք որպես ղեկավար որոշում կայացնելու հասցեատերն եք, այսինքն դուք պիտի պաշտոն այդ որոշումը կայացնեք, մի փորձեք դա գցել այլ մարդկանց վրա։ Դա ուրեմն երկու մեծ խնդիր է առաջացնում, առաջինը ձեր հեղինակությունն է փչացնում թիմի առաջ, եւ երկրորդ մեծ խնդիրը սովորաբար երբ պատասխանատվությունը գցում եք ուրիշի վրա, այդ ուրիշը սխալ որոշում է կայացնելու։ Նույնիսկ եթե ռեսուրս ունեն ճիշտ որոշում կայացնելու, քանի որ այդ որոշումը կայացնելու պատասխանատվությունը ի սկզբանե իրենը չէր, ինքը բավականաչափ ռեսուրս չի ծախսելու ճիշտ որոշում կայացնելու վրա եւ միգուցե ինքը դիտմամբ սխալ որոշում կայացնի։ Երբեք մի վերցրեք թիմակցի որոշման պատասխանատվությունը ձեզ վրա, եթե դա թիմակցին է։ Սա էլ հակառակը, հա, պատասխանատվությունը մի փորձեք քաշել ձեր վրա, եթե իրական պետք է թիմակցին լինի այդ որոշումը։ Այս սխալը շատ են անում ղեկավարները, փորձելով ուրեմն թիմին բանանել, հա, ասենց թիմի վրա թևերը փռել, բոլորին պաշտպանել, պատասխանատվությունը վերցնել իմ վրա, ամեն ինչում ես եմ եղել, թիմս շատ լավն է, կայֆա ամեն ինչ եւ այլն, ես եմ մեղավոր, ինձ պատժեք, բայց թիմից ձեռք չտեք։ Այս մոտեցումը շատ վտանգավոր եւ շատ կարճատև մոտեցում է, որովհետեւ այդպես ձեր թիմը նախ երբևէ արդյունավետ չի դառնա, երկրորդը թիմը կնստի ձեր գլխին, երրորդը ձեզ որպես վատ ղեկավար վաղտոջ կհեռացնեն այդ պոզիցիայից։ Եթե որոշում կայացնելու պատասխանատվությունը մի պաշտոն է հաստիքից ելնելով կամ ֆունկցիայից ելնելով կոնկրետ թիմակցինն է, ստիպեք նրան սեփական որոշումը կայացնել։ Միայն այդպես ինքը կզարգանա, միայն այդպես ինքը կվերցնի պատասխանատվությունը իր վրա եւ միայն այդպես դուք կունենաք թիմ, որը որ կարողանա նաեւ աշխատել առանց ձեզ։ Երբեք մի փորձեք ճիշտ լինել, ներողություն, սխալ ձևակերպեցի։ Մի փորձեք միշտ ճիշտ լինել, երբեք մի փորձեք ճիշտ լինել։ Մի փորձեք միշտ ճիշտ լինել, որովհետեւ սա գերազանցիկի սինդրոմն է, հա, երբ դու փորձում ես բոլոր որոշումներում, ամեն ինչում միշտ ճիշտ լինել լավագույնը եւ այլն, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ սխալվում ենք, ավելի կարեւոր է, որ դուք պատասխանատվությունը վերցնեք ձեր վրա եւ հաջողությունների եւ անհաջողությունների, ոչ թե միշտ ճիշտ լինեք, որովհետեւ այն մարդը, ով շատ որոշումներ է կայացնում, բնականաբար ինքը նաեւ հաճախ սխալվում է։ Հաճախ սխալվելը խոսում է նաեւ նրա մասին, որ դուք որոշումները չեք գցում ուրիշների վրա։ Վերցնում եք պատասխանատվությունը, որոշում եք կայացնում ու այո, նաեւ սխալվում եք։ Եվ եւս մի կարևոր դիտարկում ժողովուրդ, ուրեմն որոշումներ կայացնելիս կարևորը ոչ միայն որոշումների որակը, ինչքան էլ ճիշտ կամ սխալ, այլ նաեւ արագությունը, որովհետեւ ժամանակավերապ որոշումը երբեմն դառնում է անիմաստ։ Ավելի լավ է դուք արագ որոշում կայացնեք, արագ անցնեք գործողության, հետո հասկանաք, որ այդ որոշումը սխալ էր, քան երկարաձգեք որոշումը, ձգձգեք, ուշ որոշում կայացնեք, ինչի արդյունքում հետո չհասնեք որոշման համաձայն գործել եւ արդյունք ստանալ։ Արագությունը հաճախ ավելի կարեւոր է, քան ճշտությունը որոշման։ Սա կոնտրինտուիտիվ կարող է թվալ հնչել, բայց վստահեցնում եմ, դա իրական կյանքում հենց այդպես է։ Արագությունը հաճախ ավելի կարեւոր է, քան որոշման ճշտությունը։
Նաև որովհետև երբեմն որոշումը ճիշտ է թե սխալ, ի սկզբանե հնարավոր չի ուրեմն կանխագուշակել կամ ֆիքսել, հա, երբեմն ճիշտ է այն որոշումը, որը արագ է կայացվել, այսինքն կարևոր է արագ գործել, ոչ թե ամենաճիշտ որոշումը գտնել։